Դե եկեք հասկանանք, թե ինչ կրիպտո հարթակի մասին է խոսքը գնում, այսպես ասած, բիրժան, որից որ ես օգտվում եմ, որի հետ երկար ժամանակավոր աշխատում եմ ու կարելի ասել շատ ավելի լավն է, քան Binance-ը կամ մնացած այլ top, ասենց ասած, change-երը։ Պատճառներից մեկը, որ ես wix.com, Wix-ն եմ նախընտրում trade անել, այնա որ իրանք ապահովված են 1000 բիտքոյնով։ Այսինքն մենք ապահովագրություն ունենք, երբ որ Wix-ում փող ենք ներդրում անում, որ եթե որևէ խնդիր տեղի ունենա, 1000 բիտքոյնին համարժեք դոլար, այստեղ կարող ենք տեսնել, որ blockchain-ի ուրեմն հասցեով կա այստեղ 1000 բիտքոյն, okay? 1000 բիտքոյն, որը որ այս պայծրությամբ արժեքը 71 միլիոն դոլարին համարժեք է, ինչքան բիտքոյնը մեծացավ, այնքան ավելի շատ կբարձրանա իր արժեքը։ Համար մեկ խնդիրը դա է։ Երկրորդը այնա, որ ինչ բացվել են, այսինքն 2018 թվականից մինչ օրս մեկ անգամ ձևի համար հակերային ատակայի չեն ենթարկվել կամ եթե ենթարկվել են, ոչինչ չեն գողացել։ Դա շատ կարևոր է, երբ որ դու ուզում ես բիրժա ընտրես, հասկանաս որն է ապահով, որը ապահով չի։ Եթե հանկարծ նույնիսկ ապահով չի, իրանք երաշխավորում են, որ այս 1000 բիտքոյնից ինչ որ մի կտոր քոնը կլինի։ Եթե հանկարծ խնդիր եղավ։ Էլ ինչ բաներ ունենք, որ կարելի է այս բիրժայի հետ կապված ասել, որ դուք կարող եք առանց KYC անցնելու, եթե դուք չեք ուզում ձեր տվյալները բիրժաները իմանան, այս տեսակի կայքերը, մինչև 10,000 դոլարի դուք կարող եք կանխիկացում անել, ինչպես նաև դեպոզիտներ արել, գործարքներ անել ու ոչ մեկ ձեզանից ոչինչ չի ուզելու։ Ի տարբերություն Binance-ի, Binance-ում մտնելուն պես միանգամից պետք է սաղ տվյալները տաս։ Եթե դու չես ցանկանում, այնուամենայնիվ Wix-ը նույնպես ավելի լավն է։ Wix-ը համեմատած Binance-ի կամ Bybit-ի, եթե դուք մի փոքր ագրեսիվ trading-ով եք ուզում զբաղվեք, մինչև 400x տրամադրում է համեմատած Binance-ի, որը որ մաքսիմում 125x է տրամադրում, կամ Bybit, որը որ 200x է տրամադրում։ Ես իհարկե խորհուրդ չեմ տալիս մեծ x-երով աշխատել, բայց եթե դուք ցանկանում եք մեծ x-երով աշխատել, կարծեմ արդեն բավականին հասուն մարդիկ եք, դուք պետք է հասկանաք ինչ եք ցանկանում։ Ես զուտ ներկայացնում եմ, թե ինչա ուրեմն Wix-ի դրական կողմերը, ինչպես նաև բացասական կողմերը։ Մի հատ շատ կարևոր բան, որ նույնպես կարծում եմ պետք է իմանաք, այն է, որ երբ որ դուք գործարք եք անում, չգիտեմ ձեզ մոտ ոնց է, բայց ես երբ որ Binance-ով գործարք էի անում, ցանկացած գործարքս մեծ տոկոս էր պահում։ Այսինքն ես $10, $100, $150, $1000 գործարքը փակում էի, նայում էի բալանսը, տեսնում էի $800 կամ ասենք 20% ամենակիչը ուղղակի պահում էր։ Ու հենց որ հարցնում ես ինչի համար ասենց, ինչ որ աննպատակ պատճառաբանություն էր, որովհետև այդ պահին չի փակվել, բայց այդ պահին պետք է հակառակորդ բան լիներ, որ կարողանայինք փակենք, լիկվիդացիայի հարց աղես, լիպիչ բան, ինչ որ հեքիաթներ են պատմում, որը որ ի վերջո ինձ ներվայնացրեց ու որոշեցի այլ բիրժա change ման գալ, որ կարողանամ ավելի հանգիստ լինել։ Wix-ում նման խնդիր չեմ ունենում։ Wix-ում ես երբ որ փակում եմ գործարքը, շատ ավելի էժան է, ոչ թե 20% գանձում են, այլ փոքր իրանց ֆին վերցնում են եւ վերջ։ Դուք կարող եք նույնպես փորձարկել, հասկանալ տարբերությունը լավ է թե լավ չի։ Եվս մի հետաքրքիր բան, որ կարողացել եմ հայտարարել կամ Wix-ի հետ, այն է, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ իմ affiliate link-ով կարողանան մտնեն, իրենց համար հավելյալ զեղչեր է լինելու գործարքի տեսանկյունից, այսինքն եթե 5% պետք է գանձեին օրինակ, գանձելու են 50% ավելի քիչ, այսինքն դուք արդեն իսկ որ լավ բիրժայում եք, մի հատ էլ կրկնակի քիչ եք վճարելու, որովհետև ես ներկայացրել եմ, թե ով եմ ես ու ինչքան մարդ կարող եմ ուղղորդել, այդ իսկ պատճառով ինձ տվել են շատ լավ պայմաններ, որպեսզի իմ link-ով եկած մարդիկ կարողանան օգտվել։
Այդ եւս մի պատճառ է, որ Wix-ը նույնիսկ ավելի է ինձ դուր գալիս։ Եթե trading-ով կցանկանաք նաև օրինակ ոսկի առք անել, ապա Wix-ը նույնպես այս վերջերս տրամադրում է ոսկու առք վաճառքը, ու այստեղ դուք կարող եք տեսնել, որ կարող եք առնել, վաճառել ինչքան կցանկանաք։ Մենակ կրիպտո արժույթ չի լինելու ու նույնպես հետաքրքիր եւս բաներ է լինելու։ Համենայն դեպս այս կտորը նախատեսված էր, որ ես ձեզ բացատրեի, թե ինչի համար եմ ես նախընտրում Wix ու ինչի համար եմ այս դասընթացը Wix-ի շուրջ արել, որովհետեւ այն ամենը ինչը որ ասեցի։ Հենց որ եկեք հասկանանք, թե ոնց ենք հաշիվ բացում ու ոնց ենք դեպոզիտներ անում առայժմ։